մենք առաջին հերթին թեմաներ կատեգորիզացած, այդ մենք ենք որոշել, թե ասենք հնարավոր խոսքի ինչի մասին կարա լինի առանց հələ որ user-ի հետ քննարկելու, զինված ուժեր, կոռուպցիա, իրավական խախտումներ, bubble-ների տեսքով ենք տալիս, bubble-ը ինչքան մեծ է, այդքան այդ թեմայի մասին շատ են խոսում։ Օրինակ կոռուպցիայի մասին կլիկ ենք անում, տեսնում ենք թե որ падգամավորներն են ավելի շատ խոսած իրենց նկարներով։ Բնականաբար այսպես մի քիչ ավելի UI-ական մոտեցում է, բայց մարդը, եթե ասենք ունի խնդիր, ասենք չգիտեմ, օրինակ ինչ որ մի հատ խնդիր ասա, որ քեզ հետաքրքրում է այս բանը, որ կարող ենք search անել։ Եկեք այս բան ակտուալ թեմա, ընտրակաշարք օրինակ ընտրակաշարքները, հա, ասենք հիմա մենք թեմա ենք տալիս ու որոնում ենք անում, տեսնում ենք որ падգամավորը ինչ է ասել երբևէ դրա մասին, 3 հատ падգամավոր է դուրս գալիս, մենք top 3-ին ենք ցույց տալի ավելի շուտ, կարող ավելի ովքեր շատ են խոսել այդ թեմայի մասին, հա, ասենք օրինակ 2026 թվականի մայիսի 7-ին, ասենք 20 օր առաջ Արուսյակ Ջուլհակյանը ասել է, որ ինչ որ բաներ է ասել, հա մենք իրականում իր ասածներն էլ ենք summarize անում, որտեղ մարդը կարող է իր եկա ելույթը չի ուզում կարդալ, բայց summary-ն ասում տեսնի։ Այդ summary-ն ասում է ընտրակաշարքը որպես պետության դեմ հանցագործություն եւ կուսակցությունների պատասխանատվություն։ Այդտեղ արդեն որ դու ուզում ես մանրամասն տեսնես թե ինչ ասել, քլիկ ես անում դրա վրա, տանում է համապատասխան նիստն է ցույց տալի, այդ նիստի ընթացքում է այդ ասում։ Այդ խոսացվել, հա։ Բայց քանի որ մենք ոնց որ մի փոքր ավելի խաղային բան ենք, ոճի ենք ուզում ես ամեն ինչը բերել, որ մարդկանց հետաքրքրի, ես անձամբ FIFA-ի երկրպագուեմ, FIFA շատ եմ սիրում խաղալ, ու FIFA-ում կան ֆուտբոլիստիկ կարտոչկաներ, հա, պատգամավորներին այդ դրան նմանակ, հա, ասենք արագություն, հարվածի ուժգնություն, պաշտպանություն, բան։ Հիմա մենք փորձել ենք ամեն պատգամավորի համար ինչ որ ցուցանիշներ ստանանք այդ կարտոչկայի մեջ։ Հիմա ով է այս բանը ամենաակտիվ պատգամավորը։ Ամենաակտիվ պատգամավորը ըստ ելույթների, հենց ելույթներով է սորտավորված Սերգեյ Բագրատյանն է։ Որ խմբակցությունից դա քաղաքացիական պայմանագրի խմբակցությունից է Սերգեյ Բագրատյանը, հետո գալիս է Արծվիկ Մինասյանը, Դաշնակցություն, Հայաստան Դաշինքից, երկուսն էլ շատ ակտիվ են խոսում, շատ են քննարկումների մասնակցում, ի տարբերություն Արծվիկի Սերգեյ Բագրատյանը ունի 4 նախագիծ, Արծվիկ Մինասյանը ընդամենը 1 նախագիծ, գործուղումներով էլ է Սերգեյ Բագրատյանը հաղթում բանին, Արծվիկ Մինասյանին, օրինակ հետաքրքիր է Վահագն Ալեքսանյանը 3-րդ տեղում է շատ խոսացողների մեջ։ Մենք կանենք էքսպերիմենտ անենք, փորձենք տեսնենք, օրինակ ում հետո Վահագն Ալեքսանյանը ավելի շատ գնում գործուղում։ Հա, կարանք, հենց այդ գործուղումների մասին կասենք, սկսենք Վահագն Ալեքսանյանի մի հատ ավելի մանրամասն վերլուծությունից։ Հա, օրինակ Վահագն Ալեքսանյանը ինչով է նաև հետաքրքիր, որ ինքը շատ նիստերին խոսացել է, 179 նիստին ինքը խոսացել է, ինչ որ մի բան հելել ասել է, բայց նախագիծ չունի։ Ասենք այդ հետաքրքիր բան է։ 179 ելույթ, բայց 0 նախագիծ։ 0 նախագիծ, հա, այսինքն ազգային ժողովը մենակ նախագծերի համար չի, էլի, այս բանը։ Հա, ասենք, բայց օրինակ չեմ, Ալեն Սիմոնյանը, Բաբկեն Թունյանը, ասենք 20 նախագիծ ունի, համակտիվ է ելույթներին, համը շատ ակտիվ է նախագծերի տեսքով։ Եկեք, ասենք օրինակ Բաբկենի էջը մտնենք, տեսնենք մենք ինք իր արդեն ռեյտինգներ ունենք ամեն մի բանով, ասենք վարկանիշով 107-ից որերորդն, ասենք որպես ակտիվություն 6-րդն է, որպես օրենսդրական նախագծեր բերող 8-րդն է եւ այլն։ Ինչ որ time series view թե ինքը հիմնականում որ ամիսներին է խոսում, որտեղ է գնում երկրները եւ ինչ թեմաներից է հիմա խոսում, ասենք կարանք թեմաներով ֆիլտրենք, տեսնենք օրինակ հարկային համակարգից վերջերս Բաբկեն Թունյանը ինչ է ասել։ Օրինակ, ասենք օրինակ Բաբկեն Թունյանը ինչ է ասել, մայիսի 5-ին ասել է բարձր տեխնոլոգիական ոլորտին աջակցության մեխանիզմի փոփոխության անհրաժեշտության մասին է խոսել։ Հիմա այսքան ես եթե մտնեմ այդ բառով search տամ, վերևը ոչ թե ձեր ընտրած հիմնական main topic-ներից, ինքը կբերի նաև Բաբկեն Թունյանի ելույթը։ Շատ կարևոր բան է, ասում բառ մենք մենակ բանալի բառերով չենք թողնում search-ը։ Քանի որ դու չգիտես հենց կոնկրետ որ բառով են արտահայտել իրենց կարծիքը, մենք semantic search-ի հնարավորություն ենք տալիս, այսինքն բառի նմանությունն է, այս թեման ինքը բռնում է, ուտեղ կարես նախադասություն են նույնիսկ գրես, մի ինչ-որ բառ գրես ընտրակաշարք։ Բայց հա, միտքը դա որ մենք կարողանանք բերենք ցույց տանք թե այդ մարդիկ ինչ են խոսել ու միջազգային հարաբերություններն է դա բնականաբար քո ասացած թեման ու նաև շատերի թե նախ տեսնում ենք թե որ երկրներն են գնում, ինչ թեմայով եւ այլն, ասենք, չգիտեմ, ով է պատվիրակության ղեկավարը եւ այլն, ինչ որ time series view թե ասենք top 3 երկրները որոնք են որ գնում են Ռուսաստան, ԱՄՆ եւ Ֆրանսիա ամբողջ պարլամենտի ժամանակակրորեն հա ոնց է տարբերվում, ասենք տեսնում ենք որ Ռուսաստանը ինչ որ անկում է ապրում, փոխարենը Ֆրանսիան է աճում, այս զարմանալի չի ու երբ որ ընդլայնում ենք, հա ասենք տեսնում ենք այդ իրանց ցանցը ով հետ է գնում, ասենք top 15-ն է նշած, բայց կարանք մեծացնենք, ասենք օրինակ, չգիտեմ, քեզ ով էր հետաքրքրում, Վահագն Ալեքսանյանը։ Օրինակ ում հետ է գնում Վահագն Ալեքսանյանի բանը պետքա գտնեմ, ուղղակի icon-ը գտնեմ։ Նու այս բան կարող ես ինչ որ մեկին։ Հա, ասենք կարող ենք ինչ որ մեկին, օրինակ Սիսակ Գաբրիելյանը ինքը բավականին շատ է գնում 26 ուղևորություն, հիմնականում գնում է իր դեպ գործընկերների հետ, ասենք Հակոբյան Հրաչյա, հա, Սարգիս Խանդանյանը,
Բայց օրինակ ինտիմատին ես Հարիկ Մամեջանյանի հետ էլա շատ գնում ինչ որ գործողումների։ Վագն Ալեքսեյանը շատ չի գնում, հիմնականում գնում է Անդրանիկ Քոչարյանի ու Բաբկեն Թունյանի։ Բայց դրա վիզուալիզացիաները էլ հետաքրքիր որ ցույց է տալիս sense կապերով, չէ, որը Ահա, էսի դե մեջ։ հետաքրքիր։ Այս իրականում այս նախագիծը մենք ազատ ենք եղել, քանի որ պատվիրատու հստակ չկա, մենք ազգային ժողովի հետ բնականաբար սա քննարկել ենք 9-րդ գումարման ազգային ժողովը արդեն հաջորդը մենք հուսով ենք իրancs հետ կկարողանանք սա նաև ոնց որ իրանց տեսանկյունից ադապտացնենք, որ իրանց համար էլ օգտակար բան դառնա։